Ստաշրջանի առաջին նստաշրջանի 4-րդ նիստը ԿՊԱ-ական Վահագն Ալեքսանյանի մասին ու ոչ միայն թիմակիցները Ալեքսանյանին օգնել են դառնալ ազգային ժողովի փոխնախագահ։ Վահագն Ալեքսանյան ոչ մի մանկապարտեզ չի կերել։ Փաշինյանը փորձում է խուսափել ինչ-որ մի ձև այդ աղետից։ Աղետ է կանխատեսում քաղաքագետը ԵԱՏՄ-ից Հայաստանին դուրս թողնելու դեպքում։ Արդյոք եվրասիացի գործընկերների հետ վերջին հեռախոսազրույցներում Փաշինյանը նրանց խնդրել է, որ համոզեն Պուտինին հրաժարվել Հայաստանի հանդեպ կոշտ դիրքորոշումից։ Եվ հետքի աղմկահարույց հոդվածը դարձել է գլխավոր շտաբի պետի սկանդալային հայտարարության պատճառ, թե դիրքերում կարող է լինել փամփուշտ, զենք ոչ, քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկ խորհրդարանում։ Ստեղծվի հատուկ խորհրդարանական հանձնաժողով, քննիչ հանձնաժողով, որը կգնա այդ նյութի հետևից։ Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, օգոստոսի 5-ի նորություններով եթերում Հայլուրն է եւ այսպես վեճով է ավարտվել ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում Վահագն Ալեքսանյանի առաջադրման քննարկումը։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հորդ է անվանել ԿՊԱ-ական պատգամավորներից մեկին, որը վիրավորական արտահայտություն է թույլ տվել խմբակցության հասցեին։ Կարապետյանը հորդորել է նստաշրջանի առաջին օրը բարեկրթության կոչ արած Ռուբեն Ռուբինյանին կարգի բերել թիմակիցներին։ Հնչել են արտահայտություններ, որը շատ առումով նաև բառականոն բառապաշար է իր մեջ ներառում։ Սակայն մենք 3 օրվա ընթացքում դրսևորեցինք ճիշտ գործելաոճ, որպեսզի վերջապես ինչ-որ կոնկրետ բանի հասնենք, բայց 5 րոպեվա ընթացքում առանց ընդհատել նույն ձևի այս ձևաչափով մեր հետ շփվելը դա առողջ չէ, իսկ դրա պատասխանը, պարոն Ռուբինյան, ամենայն հարգանքով դուք պետք է տայիք ավելի կոշտ, որովհետև եղել է կոնկրետ ազգային ժողովի նիստերը, բնականոն նիստերի ընթացքը խափանելու փորձ։ Միտքը հասկանալի է, պարոն Կարապետյան, կարող են հնչել կարծիքներ, որ ես ձեր արտահայտության պատասխանն էլ պետք է տայ ավելի կոշտ, թույլ տվեք ես որոշեմ ում պատասխանը ոնց տամ, բայց միտքը հետևյալն է, դուք ինքներդ էլ եք ընդունում, որ հնչել են պարականոն կամ տարականոն արտահայտություններ։ Եթե դուք ակնկալում եք, չէ, քրիստոնեական արժեքներից ենք խոսում, վերաբերվիր մերձավորիդ կամ այս դեպքում ոչ այնքան մերձավորիդ, այնպես, ինչպես կուզեիր, որ ինքը վերաբերվեր քեզ։ Դուք միանգամայն ճիշտ եք, երբ որ ակնկալում եք, որ օրինակ ես ամբիոնից գյորմամիշ բառը չօգտագործի ձեր հորեղբոր հանդեպ, բայց մյուս կողմից էլ պարոն Չախոյանն էլ միանգամայն ճիշտ կլինի, որ ակնկալի, որ իր եւ մեր հանդեպ նման բառապաշար չօգտագործվի, ել չեմ ասում, որ բոլորս միանգամայն ճիշտ կլինենք, երբ որ ակնկալենք, որ դուք այլևս ձեր այս վերջում օգտագործած բառի պես բառ չօգտագործեք։ ԿՊԱ-ական Տարոն Չախոյանի ելույթն է կրքեր բորբոքել, որը Գյորմամիշ է անվանել ուժեղ Հայաստան խմբակցությանը։ Կարապետյան Ռուբինյան վեճը շարունակվել է դրսում Ալեքսանյանի քվեարկության ժամանակ։ Նարեկ Կարապետյանը նորից հորդորել է ազգային ժողովի խոսնակին չվիրավորել իրենց։ Ես հորդորեցի, բայց դա չի նշանակում, որ հիմա մարդիկ իրան զուսպ են պահել, բայց հաջորդ անգամ զուսպ չեն պահելու, որովհետև անգամ մարդիկ ոչ թե զուսպ չեն տալ, 10 անգամ ավել զուսպ չեն պահել։ Ոչ մեկ իրավունք չունի կանգնի ամբողջ խմբակցությանը, այսպիսի արտահայտություններ անի։ Որևէ մեկին քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից որևէ մեկի վիրավորել, բայց դու չեմ տալու նաև ձեզ վիրավորել, բայց սրանից հետո սենց բաներ չկրկնվի։ Ուշադիր եղեք, ես գիտեմ ուշադիր ոնց կլինեն։ Սկզբից սկսած ոչ մի հայտարարություն չեմ ողջունում, բայց վերջինը ամենասուրն էր, եւ ես նախազգուշացում եմ հայտարարել պարոն Կարապետյանին, եւ ես կարծում եմ, որ եթե այս վարկը կրկնվի, հաջորդ անգամ կարող է քաղաքացիական պայմանագիրը նույն զսպվածությունը կարող է չընդհատեք ինձ։ Ես հասկանում եմ, որ դուք իրենց աշխատողն եք, բայց մի ընդհատեք ինձ։ Հա, դե ուշադիր եղեք սրանից հետո ավելի շատ։ Ես կարծում եմ, որ եթե նման վարկը կրկնվի, քաղաքացիական պայմանագիրը կարող է կամ վստահաբար նույն զսպվածությունը չի ցուցաբերի, այսքան։ 10 րոպե անընդմեջ վիրավորական արտահայտություններով ազգային ժողովում անընդմեջ վիրավորելով 5 րոպե անընդմեջ վիրավորելով որևէ ռեակցիա չստանալը ունի իր հետևանքը նախագահողին այդ պատճառով մենք ներկայացրեցինք իրավիճակը նախագահողը թող որոշի ինչպիսի ազգային ժողովի ձևաչափ է իր համար հետաքրքիր մենք էլ հետևենք դրան
Վահագն Ալեքսանյանը պատգամավորների ձայների 62 կողմ 27 դեմ հարաբերակցությամբ ընտրվել է ազգային ժողովի փոխնախագահ։ Հայաստան խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը։ Խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը ընդդիմության եւ իշխանության տարբերությունն է ներկայացրել Ալեքսանյանի այն պնդման հիման վրա, թե նախորդ խորհրդարանն աննախադեպ էր, որովհետեւ իմացանք ինչ է հայրենիքը։ Այնինչ ողբերգությունը մեզ համար ձեռք բերում է ձեզ համար, դա է մեր եւ ձեր տարբերությունն է, նշել է Աննա Գրիգորյանը։ Նա անդրադարձել է նաեւ ԿՊԱ-ականների ելույթներին, որոնք 8 տարի ըստ Գրիգորյանի նույնն են։ Նախորդ խորհրդարանը մեր անկախ պատմության ամենավատ խորհրդարանն էր, ամենախայտառակը, ոչ միայն այսպես միջանձնային հարաբերությունների տեսանկյունից, այլ որովհետև այդ ժամանակահատվածում մենք կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը։ Եվ մեր եւ ձեր ամենամեծ տարբերությունն այն է, որ մենք համարում ենք Արցախի կորուստը պատմական ողբերգություն եւ կորուստ, դուք գնահատում եք արժեք, որ ձևավորվել է Հայաստանի Հանրապետություն։ Այսինքն մենք մեր ֆունդամենտալ տարբերությունը, հատկապես մեր հայացքը նախորդ խորհրդարանին, դա է, որ մենք հայրենիք ենք կորցրել եւ դա մեզ համար ցավ ողբերգություն կորուստ է, իսկ ձեզ համար ձեռքբերում։ Պարոն Քոչարյանը, այստեղ Անդրանիկ Քոչարյան, այստեղում կարևոր է շեշտել։ Պարոն Քոչարյան, դուք 8-րդ տարին ալեր անում, դուք այսպես հերթական պատգամավորը չեք եղել։ Անվտանգության պաշտպանության հանձնաժողովի ղեկավարն եք եղել։ Դուք ված չեք զգում, որ 8 տարի գալիս նույն բանի մասին խոսում եք։ Բա 8 տարի լծակները ձեր ձեռքին ունենալով ինչով եք զբաղված եղել։ Ես կարծում եմ ձեզ համար պետք է վիրավորական լինի։ 8 տարի նույն նախադասությունը, նույն Աղան Հովսեփյանը, Ռոբերտ Քոչարյանը, մարտի 1-ը, նույն նախադասությունը գոնե ձևի համար մի նախադասություն մի քիչ փոխեք։ Ձեզ համար ված չեք զգում։ Մեկ էլ չգիտեմ ինչու որոշեցիք, չգիտեմ ինչու որոշեցիք, պարոն Քոչարյան, անդրադառնալ ինձ, իմ դերին եւ կարգավիճակին։ Պարոն Քոչարյան, դուք ձեր մասին մտածեք, քաղաքական գեներալի կոչումից դարձել եք եֆրեյտոր։ Այսօր ամբողջ օրը ԿՊԱ-ականները խորհրդարանում փորձել են համոզել ընդդիմադիր պատգամավորներին ու հասարակությանը, թե ինչու Վահագն Ալեքսանյանը պետք է լինի ազգային ժողովի փոխնախագահ։ Նրա թիմակից Թագուհի Ղազարյանը նրան բնութագրել է որպես մարդ, որ մանկապարտեզ չի կերել։ Ընդդիմությունը Ալեքսանյանի մասին ավելի ծանրակշիռ փաստարկ է ներկայացրել։ Նա բարևարկություն չի կարող դրսևորել, քանի որ սեփական թիմակիցներին անգամ ուսապարկ է անվանել։ Ընդդիմությունը լուրջ հարցեր է բարձրացրել, ինչու է կալանքը որպես տանջանք օգտագործում իշխանությունը։ Ժողովրդավարությունը միայն խոսքով է արտահայտվում ու բերել կալանավորված Արեգ Նազմանուկյանի ու Գագիկ Ծառուկյանի օրինակները։ Վահագն Ալեքսանյանն է, որին բնութագրելիս գործընկերուհին Թագուհի Ղազարյանը ասում է մանկապարտեզ չի կերել։ Վահագն Ալեքսանյան ոչ մի մանկապարտեզ չի կերել։ Իսկ սրճարան գնացել է դեռ 3-4 տարեկան հասակում ու այն էլ ընկերուհու հետ։ Մտնում էինք ինչ-որ սրճարան ընկերուհուս հետ հաստավի զախրանիկներ էին նստած եւ այլն։ Ապշած է ընդդիմադիր պատգամավորը։ Ալեքսանյանը, որ ծնվել է 1993-ին, չափահաս դարձել 2013-ին։ Ինչպես է 3-4 տարեկանում ընկերուհու հետ սրճարան գնացել։ Ավելին, մանուկ օրերին քաղաքական անցուդարձին վերաբերող այնպիսի բաներ ֆիքսել, որ հատուկ են միայն հասուն ուղեղներին։ Առհասարակ լավ չի նայվում, մեղմ ասած, օրինակ երբ մարդը եղել ասենք 8 տարեկան կարծիք հայտնում Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, Ռոբերտ Քոչարյանի մասին, Սերժ Սարգսյանի մասին, նաև ասենք այսօրվա 4 տարեկան երեխան, եթե ասենք 15 տարի հետո կարծիք հայտնի Նիկոլ Փաշինյանի մասին, մեղմ ասած տարօրինակ կթվա։ Տարօրինակն ինչ է, որ Փաշինյանական Հայաստանում մարդու գլխի մեջ չտեղավորվող բաներ են կատարվում, նկատում են Հայաստան խմբակցության պատգամավորները։ Տիկին Արեգնազ Մանուկյանը եւ իր երեխան իրար հետ շփվելու իրավունքից զրկված են։ ԿՊԱ-ականները կալանքը դարձրել են տանջանք, շարունակում է Արթուր Խաչատրյանը։ Մի րոպե մտել եք մեր բնակարան ու Տանջում են թե Արեգ Նազմանուկյանին, որ մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու համար, թե նրա դստերը։ Ինչ եք երեխուն տանջում, որ ինքը գա իր մորը տեսնի, դրանից արդարադատությունը կտուժի։ Երեխայի հասկանում եք ինքը չի կարա մայրը սենց աչքով ինչ որ մի բան ասի, ինքն էլ գնա փաստաբանն ասի, չէ, այսպես փոխի ես քո ցուսմունքը, որ չասեն թե դու շպիոն ես։ Արեգ Նազմանուկյանի կալանավորման դեմ հուլիսի սկզբին ներկայացված բողոքը դեռ չի քննվել։ Մանուկյանը անչափահաս դստեր հետ անգամ հեռախոսով չի կարողանում խոսել, դատարանը թույլ չի տվել։ 13 տարեկան աղջիկը
Ձեր կողմից վերահսկվող հեռախոսակապով ինչու իր մոր հետ չի կարող խոսալ։ Դա բացի վրեժխնդրությունից անձնական, ուրիշ բացատրություն կարող է ունենալ։ Չի կարող ունենալ։ Ուրեմն ձերը արդարադատություն չի, վրեժխնդրությունը։ ՔՊԱ-կանները քենով են լցված հայրենիք սիրող կայացած հայի նկատմամբ, շարունակում են ընդդիմադիրները։ Հիշեցնում Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Սարգսյանի իրավունքներն են ոտնահարված։ Падգամավորը տնային կալանքի պատճառով չի կարողանում մասնակցել ԱԺ-նիստերին։ Իսկ տնային կալանքում է իշխանությունը բռնությամբ զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու նախապատրաստության մեղադրանքով։ Ինչի Արթուր Սարգսյանը չի կարող գալ այստեղ, դատախազը գա այստեղ եւ Արթուր Սարգսյանի անձեռնմխելիությունը, որը պահանջում է օրենքը, հաղթահարվի նորից։ Արայիկ Հարությունյանը նոր է այստեղ։ Կարող է Արթուր Սարգսյանը համոզում է Արայիկ Հարությունյանին, որ ինքը անում է եւ պետք չի իր անձեռնմխելիությունը հաղթահարել։ Վիլեն Գաբրիելյանը հետաքրքիր հարցեր եք տալիս դատախազին, այն ժամանակ չկար։ Կարող է համոզվում է, այլ ընդդիմադիր ֆրակցիա կա։ Դա օրենքի պահանջ է։ Ու ելի օրինակներ այն մասին, որ ՔՊԱ-կան Հայաստանում ժողովրդավարությունը միայն խոսքով է։ Առանց դիմադրության ժպտալով ուժայիններին դիմավորած 70-ամյա Ծառուկյանին գետնին տապալելու կադրերը դեռ Սևակ Խաչատրյանի աչքերի առաջ են։ Կուլակաթափության օրեր է ապրում Հայաստանը։ Գույքերի խլելը, իրավական վենդետա հասկացողություն աշխարհում չկա։ Վենդետա, ինչ իրավական։ Եթե իրավական process-ը դա պիտի լինի արդար, դա պիտի լինի արդարադատություն, դա պիտի լինի օրենքի սահմաններում։ Օրինակ Մուլտի Վելնեսի, քաղաքապետանը պետությունը վերցրեց, տվել է քաղաքապետանին, Տիգրան Ավինյանը առավոտ գործի գարուց լայվ էր մտի, ասում էր բոլորիդ կոչ եմ անում գալ եւ մարզբեր Մուլտի Վելնեսում։ Օրինակ իմ մոտ տպավորությունն է, որ Գագիկ Ծառուկյանը ասենք ունենար Վարշավիրանոց, այդ Վարշավիրանոցը կխլեք ու Տիգրան Ավինյանը կասեր խնդրում եմ բոլորդ գաք ֆենվեք եւ էպիլացիա անեք այս Վարշավիրանոցում։ Կամ օրինակ ունենար գիշերային ակումբ։ Գուցե արհեստական բանականությունը օգնի, որ գտնվի մեթոդը, ՔՊԱ-կանները մի կողմ դնեն զրպարտությունն ու բամբասանքը, առողջ բանավեճի անցնեն։ Հայաստան խմբակցության падգամավոր Լևոն Քոչարյանը փորձել է AI-ի միջոցով այդ գլուխկոտրուկը լուծել։ Բառացի հարցրել եմ, մակընթերցեմ, ինչպես բանավիճել մարդու հետ, ով որպես փաստարկ իր հայտնած տեղեկությանը ասում է բոլորն են ասում։ Իրեն ԱԺ փոխնախագահ տեսնող Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, թե ժամանակին Լևոն Քոչարյանի խնդիրները լուծել է ալֆա հատուկ ջոկատը։ Սուտ է ասում, պնդում է Լևոն Քոչարյանը, որ ապացույցներ է պահանջել Ալեքսանյանից։ Ալեքսանյանն ասել է, ապացույցն այն է, որ բոլորն են ասում։ Բոլորն են կարծում, որ Արեգակը պտտվում է երկրի շուրջ, բայց մարդկանց մեծամասնության կարծիքը փաստ չէր։ Հիմա տպավորություն չլինի, որ սա զուտ իմ հետ կապված անձնական թեմա է, դրա համար եմ այսքան խոսում, չէ, ըստ երևույթին սա ընդհանուր նաև քարոզչական գիծ է, որը մենք տեսնում ենք երկար տարիներ, այսինքն մի բան հրամցնել, այնպես անել, որ բոլորն այդպես մտածեն ու ի վերջո փաստարկների դաշտից դուրս գալ, բոլորն իրար ասում են դե սաղ էլ գիտեն, էլի բոլորն էլ այդպես են ասում, այս անհեթեթ պատասխանը։ Խորհրդարանում Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը քննարկելու ժամանակ ընդդիմության շարքերում նաև մի հռետորական հարց կար. ումից բարևարկություն ակնկալել։ Վահագն Ալեքսանյանից, որ բարևարք չէ անգամ կուսակից ընկերների նկատմամբ։ 2021 թվականի ընտրություններից հետո Ալեքսանյանը նրանց համեմատել էր Նիկոլ Փաշինյանի ուսապարկի հետ։ Արփիս Քեսյան, Աշոտ Մնոյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Դժվար է ակնկալել կառուցողական քննարկում խորհրդարանից, երբ նիստերի 4-րդ օրն է, բայց ընդդիմադիր падգամավորների կոնկրետ հարցերին պատասխանելու փոխարեն ԿՊԱ-կանները 20-30 տարի հետ են գնում ու կիսաճշմարտություններով փորձում հակազդել շատ կարևոր հարցերին։ Խորհրդարանական խտակիցների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Հայաստան խմբակցության падգամավոր Լևոն Քոչարյանը։ Մեկ-մեկ ինձ թվում է պտտվելու եմ տեսնեն ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը նստած է, ասել է նա, ընդգծել իշխանությունը շարունակում է իրեն դրսևորել ընդդիմության կերպարում։ Նորից հետ են գնում նույն վիճակը, երբ որ չի լինում կոնկրետ հարցերին, հարցադրումներին պատասխան, գնում են, չգիտեմ, 30 տարի հետ, 20 տարի հետ, 10 տարի հետ ու փորձում են
ինչ որ տեղերում ճիշտ ինչ որ բաներ մեջբերելով, շատ դեպքերում նաև սուտ կամ կիսաճշմարտություններով այդ ձևով են փորձում հակազդել այսօրվա արդիական ինչ որ տրվող հարցերին, հա։ Այնպես որ ոչ կառուցողական չի իրենց ոչ նա այս ամեն ինչը հետ բերել, թեմաները նույն 8 տարի է իշխանության են, որ իսկապես 8 տարի է իշխանության են, գրեթե երևի նույն չափ կամ միգուցե ավել, քան Լևոն Տեր-Պետրոսյանն ա եղել իշխանության։ Իսկապես երեք դրա համար է ասում, մեկ տպավորություն պիտի պատտվեմ տեսնեմ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր նստած է, այս կողմը իշխանությունն է, իրանք ընդդիմությունն են, որովհետև խոսույթը ընդդիմադիրի խոսույթ է, ուսում ես այ մարդ, այսքան բանով մեղադրում ես, 8 տարի է իշխանության ես, կամ ապացուցի կամ ներողություն խնդրի, որ տարածել ես, կամ ասա այսքան մասով ճիշտ էր, այսքան մասով սխալ էր։ Որոնք են ՔՊ-ի հայրենիքի սահմանման չափորոշիչները, ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանն է փորձել հասկանալ։ Խորհրդանական առաջին ելույթի ժամանակ Մաթևոսյանը հայտարարել է՝ ի տարբերություն իշխանականների, ընդդիմադիրների համար հայրենիքը զուտ քառակուսի կիլոմետրերով թիվ չէ, հող է։ Մաթևոսյանը թվարկել է Հայաստանի իշխանության այն քայլերը, որոնք հայոց եւ հայ առաքելական եկեղեցու պատմության դեմ են։ Եկեք մի հատ հասկանանք, որն է հայրենիքի սահմանման ձեր չափորոշիչները։ Օրինակ հայոց պատմությունը Հայաստանի պատմություն դարձնելը, թե օրինակ ուսումնական ծրագրերից հայոց առաքելական եկեղեցու պատմություն հանելը, կամ եկեք հայոց պատմություն դասագրքից երևի արցախյան դրվագները հանելը կամ իրադարձությունները ջնջելը, ինչ պետքա որ երեխեքը իմանան, չէ՞, ինչ պետքա որ սերունդը կրթվի, կամ փառքի անկյունները հանելը, կամ օրինակ Արարատը խորհրդանիշներից հանելը, այդ է երևի, չէ, պետության հայրենիքի սահմանման չափորոշիչները, ես իմ տխուրապատկերը։ Անսենք արտաքին քաղաքական խնդիրներին վաղը Ղրղստանում ԵԱՏՄ վարչապետների հավաքից առաջ հայ-ռուսական հարաբերությունները կարգավորելու փորձեր է արել Նիկոլ Փաշինյանը վերլուծաբանների կարծիքով։ Նա 3 հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՏՄ անդամ երկրներից Ղազախստանի ու Ուզբեկստանի ղեկավարների հետ։ Ղազախստանի նախագահին անգամ հրավիրել է Հայաստան ու նա ընդունել է հրավերը, թեև այդ մասին լռում է ղազախական կողմը։ Վերլուծաբանների կարծիքով հայ-ռուսական հարաբերությունների սրման ֆոնին ու դեկտեմբերին ԵԱՏՄ նիստից առաջ, որի ընթացքում Հայաստանի առաջ վերջնական պետք է խնդիր դրվի ընտրել ԵԱՏՄ-ի ու Եվրամիության միջև, Փաշինյանը փորձում է միջնորդ գտնել, որը Պուտինին կհամոզի մեղմել վերաբերմունքը Երևանի նկատմամբ։ Մանրամասները Կարինե Մանգասարյանն է պատմում։ Փաշինյանը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ջոմարտ Տոկաևին հրավիրել է Հայաստան, նա էլ ընդունել է հրավերը։ Այս մասին մեր կառավարության տարածած հաղորդագրության տեքստից ենք իմանում։ Միայն թե Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքում Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո տարածված հաղորդագրության տեքստում այդ հրավերի մասին բառ անգամ գրված չէ։ Տոկաևը ընդամենը շնորհավորել է Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով, մաղթել հաջողություններ։ Երկու հաղորդագրություններում էլ որևէ հիշատակում չկա ԵԱՏՄ-ի մասին, որի անդամ են եւ Հայաստանը, եւ Ղազախստանը։ Քաղաքագետ Կարեն Կարապետյանը վստահ է, տնտեսական այդ կառույցում դիրքերը խալխլած Փաշինյանը իդեմս Տոկաևի փորձում է միջնորդ գտնել, որ կբարեխոսի իր համար Պուտինի մոտ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը փորձում է խուսափել ինչ-որ մի ձև այդ աղետից։ Կարապետյանի խոսքով Փաշինյանը շատ լավ հասկանում է, եթե մինչև դեկտեմբեր չկարողանա հարթել հարաբերությունները Պուտինի հետ, հետևանքները անդառնալի կլինեն։ Մայիսի 29-ին են ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարները համատեղ հայտարարությամբ Երևանին հորդորել սեղմ ժամկետներում հանրաքվե անել ու պարզել հայ ժողովուրդն ուզում է շարունակել կապը ԵԱՏՄ-ի հետ, թե շարժվել դեպի Եվրամիություն։ Այդ եվրոպական ողջույնները, եվրոպական այցերը, այդ խոստումները, դրամաշնորհները եւ այլն, այդ ամեն ինչը ավարտվեց եւ մենք եւ այդ թվում նաեւ Նիկոլ Փաշինյանը բախվեցինք իրականությանը։ Իսկ իրականությունը մեկն է, որ եվրոպական շուկան մեր համար այս պահին, համենայն դեպս այս պահին փակ է։ Իսկ կյանքը կանգ չի առնում, կյանքը առաջ է գնում, մարդիկ ուզում են ապրել, մարդիկ ունեն վարկեր, մարդիկ ունեն ընտանիքներ։ Կարապետյանը համոզված է վաղն էլ Ղրղզստանում ԵԱՏՄ վարչապետների հավաքի ժամանակ է Փաշինյանը փորձելու Ռուսաստանի վարչապետի հետ լեզու գտնել։
համոզել, որ գոնե մինչև դեկտեմբեր հանվեն որոշ սահմանափակումներ ու ռուսական վաճառասեղաններին նորից հայտնվեն հայկական գյուղմթերքը, ձկներն ու կատնամթերքը։ Կարող են հետ կանգնել, իհարկե ոչ մի որոշում վերջնական չէ, ոչ մի որոշում դատավճիռ չի, ի վերջո այս ամենը քաղաքականություն է, կարող են կայացվել որոշումներ, կարող են ներկայացվել վերջնագրեր, սակայն երկուստեք քաղաքականության արդյունքում փոխվեն թե որոշումները, թե վերջնագրերը։ Հիմա այդ ամենը կախված է Նիկոլ Փաշինյանից, թե ինչպեսի քաղաքականություն կվարի նա։ Քաղաքագետը պնդում է Փաշինյանի արևմտյան մեկենասները միանշանակ փորձելու են խոչընդոտել ԵԱՏՄ-ի, հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Երևանի փորձերը։ Եթե Փաշինյանը քաղաքական գրագիտություն դրսևորի, կկարողանա բացատրել, որ Հայաստանի կենսական շահերից ելնելով չի կարող մեջքով թեքվել դեպի Ռուսաստան եւ ԵԱՏՄ։ Եթե Նիկոլ Փաշինյանը ունենար այդ քաղաքական ճկունությունն ու գրագիտությունը, նախ մենք չենք հայտնվի այնպիսի վիճակում, որպեսզի մեզ վերջնագրեր ներկայացնեն եւ խոսեն ուլտիմատումի լեզվով, բայց քանի որ արդեն հասել ենք փաստը, արձանագրենք փաստը, որ հասել ենք այդ կետին, կրկին պահանջվում է քաղաքական այնպիսի գրագիտություն, որպեսզի որևէ կողմի այս ամբողջ կուժն ու կուլան չկոտրվի մեր գլխին։ Քաղաքագետը մեր հյուսիսային հարևանի Վրաստանի օրինակն է հիշեցնում։ Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի Թբիլիսին, բայց այդ երկրի ղեկավարությունը չի տրվում արևմուտքի սպառնալիքներին ու շարունակում է լիուլի օգտվել 150 միլիոնանոց ռուսական շուկայի հնարավորություններից։ Որովհետև ունի ազգային իշխանություն, որի նպատակը, որի գործունեության մոտիվացիան հենց իր պետության, իր հասարակության շահերն են։ Վրաստանի ազգային վիճակագրական տվյալներն են ցույց տալիս Ռուսաստան հայկական ձկնամթերքի ներմուծման սահմանափակումների ֆոնին գրեթե 2 միլիոն դոլարի է հասել վրացական ձկնամթերքի ներմուծումը։ Իսկ Փաշինյանը կառավարության նիստերում վարկաբեկում է հայ տնտեսվարողին, չափանիշներին չհամապատասխանող անվանելով տեղական արտադրանքը։ Ես չեմ հավատում, որ առհասարակ երկրագնդում կա մի ուտելիք, որը Նիկոլ Փաշինյանի համար համով չի ու նա պատրաստ չի այն ուտել։ Ինձ թվում է Նիկոլ Փաշինյանը ինչ հնարավոր է ծամել, նա կուտի դա։ Հետևաբար այն որ ձուկը համով չէր ու ինքը չի ուտում այդ ձուկը, այդ ձկներից, դա իմ կարծիքով կեղծիք է ու պարզապես փորձում է մեղավոր հանել հենց արտադրողին։ Իդեպ քաղաքագետը նկատում է, եթե Փաշինյանը վստահ լիներ, որ ԵԱՏՄ, թե ԵՄ հանրաքվեում առանց որևէ դժվարության կստանա բնակչության դրական կարծիքը Եվրամիության մասին, կգնար նաև այդ արկածախնդրությանը։ Ենթադրենք Հայաստանում հանրաքվե եղավ եւ Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը որոշեց, որ մենք պետք է անդամագրվենք Եվրամիություն։ Դա դեռ չի նշանակում, որ մենք անդամագրվելու ենք Եվրամիություն։ Տպավորություն է, որ Եվրամիությունը մի հատ անդեմ մի հատ մարմին է, ասես դռները բաց նստած ու քո հանրաքվեից է կախված, դու գնալու ես Եվրամիություն, թե չես գնալու։ Խորհրդարանական ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չստացած Փաշինյանը գիտակցում է, հանրաքվեն կարող է պարզապես տապալել նրա իշխանությունը, որովհետև բերքահավաքի թեժ օրերին աճում է հանրային դժգոհությունը, գյուղացին իր մաշկի վրա է զգում, ԵԱՏՄ հսկայական շուկան կորցնելու դառնությունը։ Կարեն Մանգասարյան, Նորա Շարբաթյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով Միացյալ Նահանգների հատուկ բանակնացի ավագ խորհրդական Արիե Լայթսթոունին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Տրանսկասպյան ձեռնարկությունների հիմնադրամի նախագահ Կոնստանտին Սոկոլովը, որը ինչպես հայտնել ենք դարձել է 3+ առևտրային հիմնադրամի ղեկավար։ Հայո-ամերիկացի պաշտոնյաները խոսել են Վաշինգտոնյան համաձայնություններից հետո եղած զարգացումների մասին ու քննարկել են, թե ինչ քայլեր են ձեռնարկելու հետագայում տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար։ Այժմ հետքի մեր գործընկերների բացահայտումների մասին, որոնցից հետո գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը ստիպված է եղել Սյունիքի դիրքերից մեկն այցելել ապացուցելու համար, որ ամեն ինչ այնքան էլ այնպես չէ, ինչպես նկարագրված է հոդվածում։ Հետքի լրագրող Արմեն Ղազարյանը 25-օրյա վարժական հավաքներից հետո հոդված էր գրել, հայտնելով, որ դիրքում զենքի եւ զինամթերքի անհամապատասխանություն է եղել։ Դիրքում եղել են փամփուշտներ AK-74-ի համար, բայց ինքնաձիգը չի եղել։ Եղել են գնդացիրների փամփուշտներ եւ նռնականետի արկեր, բայց դիրքում
չի եղել ոչ գնդացիր, ոչ էլ նռնականետ։ Հակառակորդի ուղիղ նշանառության տակ է եղել դիրքը, բայց անգամ թաքստոց չի ունեցել։ Էդվարդ Ասերյանը պաշտպանության նախարարության պնդմամբ անակնկալ այցով գնացել է այդ դիրք ու փորձելով հերքել տեղեկությունները, սկանդալային հայտարարություն է արել, թե դիրքում կարող են զենքերը չլինել, բայց լինել դրանց փամփուշտները։ Տպավորություն է, որ դուք ոչ թե խաղաղության եք պատրաստվում, այլ պարտության։ Հետքի հոդվածին անդրադառնալով խորհրդարանում հայտարարել է Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը, առաջարկելով բանակի վիճակն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել։ Գլխավոր շտաբի պետի գեներալ լեյտենանտ Ասերյանի հետ ուղևորվում ենք դեպի նշված բանակային դիրք։ Հետքի լրագրող Արմեն Ղազարյանն է պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարին ու գլխավոր շտաբի պետին գործուղել Սյունիքի դիրքեր։ Լրագրողի սկանդալային հոդվածի հրապարակումից 2 օր անց նրանք մարտական տրամադրված գնում են դիրքեր հերքելու լրագրողին։ Հետքի հոդվածագիրը 25-օրյա վարժական հավաքի մասնակցելուց հետո գրել է, թե ինչ է տեսել բարեփոխված բանակում զորակոչից մինչև մարտական հերթապահություն։ Մեր դիրքը գտնվում էր հակառակորդի անմիջական նշանառության տակ։ Այնտեղ չկային ոչ թաքստոցներ, ոչ շելեր, ոչ էլ անգամ տարական աղվեսափոսեր հրետանային հարվածներից պատասպարվելու համար։ Հավանական հարձակման դեպքում այնտեղից ողջ դուրս գալը գրեթե անհնար կլիներ։ Գլխավոր շտաբի պետի ստուգայցը Արմեն Ղազարյանի հիշատակած դիրք անակնկալ է եղել, ինչպես պնդում է պաշտպանական գերատեսչությունը։ Պաշտոնական տեսանյութում գեներալ Ասերյանը խոստովանում է խնդիրներ կան, բայց հետքի լրագրողը ըստ նրա այդքան էլ անկեղծ չի եղել։ Կան նաև թերություններ որոշակի բնույթի, որոնք դիրքի կահավորման, խրամատների բարելավման ու նաև պետք է հաշվի առնել, որ այս դիրքը գտնվում է 2000 մետր եւ ավելի բարձրության վրա։ Այստեղ նաև այս տարի եղել է շատ լուրջ սառը ձմեռ, որը կարելի ասած մեր 2.5 ամիս առաջ է, որ ձմեռը հետ է քաշվել եւ ինժեներական կահավորման աշխատանքները միանշանակ պլանավորված են։ Շտաբի պետը անկեղծ չէ, նկատում են վերլուծաբանները։ Արդյոք սա առաջին ամառն է, որ զինվորները հերթապահում են 2000 մետր բարձրության դիրքում, որ այն դեռ կահավորման, խրամատների բարելավման կարիք ունի։ Կան թերություններ, որոնք այո, իրականությանը համապատասխանում են։ Հետքի հոդվածի ամենասկանդալային հատվածը դիրքում զենքերի առկայության, ավելի շուտ բացակայության մասին է։ Այդ ցնցող դրվագի մասին նաև ազգային ժողովի ամբիոնից են խոսել։ Նռնական նետի նռնակներ կար, բայց այդ նռնական նետը ինչով պետք է կրակեն չկար։ AK-74-ի փամփուշտներ կար, AK-74-ը չկար։ Գնդացրորդը մարդը կար, որ պետք է գնդացրից օգտվեր, բայց գնդացիրը չկար։ Կորդի հաշվարկը կար, կորդը չկար։ Ու դրանից հետո ավելացվել է ԱԹՍ հաշվարկը ավելացրել, ԱԹՍ հաշվարկից մարդ կար, բայց ձեր կողմից գնված այդ 30,000 ԱԹՍ-ներից գեթ մեկը այդ դիրքում չի եղել։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը չի հերքում դիրքերում որոշ տեսակի զենքերի փամփուշտները կան, զենքերը ոչ։ Ինչ վերաբերում է նռնական նետի RPG-7-ի, ZN-7-ի նռնակներին եւ նաեւ խոշոր տրամաչափի գնդացիրների փամփուշտներին, այո, ծառայության ընթացքում կարող է լինել, որ մարտական դիրքում այդ խոշոր տրամաչափի զենքերը չլինեն, բայց մենք փամփուշտի պաշարները մշտապես պահպանում ենք։ Հետքի հոդվածի հեղինակը նաեւ գրել էր, թե զորքը հերթապահում է AK-103 տեսակի ինքնաձիգներով։ Դրանց համար նախատեսված փամփուշտներ չկան դիրքում։ Բնահրապարակած տեսանյութում Ասերյանը ցուցադրում է 7.62 մմ-անոց LPS տեսակի փամփուշտներ եւ հավատացնում, թե իրականությանը չի համապատասխանում լրագրողի պնդումը։ Զինամթերքի իմաստով որ գրված է ներկայացել են 7.62 մմ-անոց ինքնաձիգերով եւ այստեղ միայն 5.45 մմ-անոց է, դա իրականության չի համապատասխանում, որովհետեւ փամփուշտի պաշարները ես անձամբ ուսումնասիրել եմ։ Միայն թե Ասերյանի ցուցադրած փամփուշտները AK-103 ինքնաձիգի համար նախատեսված չեն, չափերով չեն համապատասխանում։ Այդ փամփուշտներով դիպուկահար հրացաններն ու Կալաշնիկովի գնդացիրն են աշխատում, իսկ այդ գնդացրից մեր գործընկերը վարժական հավաքի ժամանակ չի տեսել դիրքում։ Բանակի բարձր ներկայացուցիչը չի հերքում հետքի մեկ այլ սկանդալային տեղեկություն։ Զինվորները 10 օր զենքի յուղ չեն ունեցել։ Մեզ տրամադրել էին լրիվ նոր վիճակում գտնվող AK-103 ինքնաձիգներ, սակայն դիրքում անցկացրած 14 օրից 12-ի ընթացքում կամ մառախուղ էր, կամ անձրև, կամ էլ կարկուտ։ Զենքերը ժանգոտում էին, իսկ մեզ չէին էլ տրամադրել զենք մաքրելու համար նախատեսված յուղ։
Զենքի յուղը դիրք հասավ միայն 11-րդ օրը։ Ես կգամ մի եզրակացության, որ մենք պատրաստվում ենք պարտության, ոչ թե խաղաղության։ Ազգային ժողովի Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովն առաջարկում է խորհրդարանական հանձնաժողով ստեղծել, հետաքննել դիրքերի վիճակն ու վերացնել բանակում եղած թերությունները։ Ստեղծվի հատուկ խորհրդարանական հանձնաժողով, քննիչ հանձնաժողով, որը կգնա այդ նյութի հետևից, նյութի հետքերով, կլինի իրական դիրքերում, կգրանցի կհանի խնդիրները, կգրանցի բոլորը ու վերջապես համակարգային լուծումներ կտրվի դրանց։ Պաշտպանության նախարարության տեսանյութում մի բան հերքելով, մի բան հաստատելով գեներալ Ասրյանը անցնում է վառելափայտի կողքով, շրջում խրամատներով։ Այս տեսարանը սոցցանցերի շատ օգտատերերի հիշեցրել է Արծրուն Հովհաննիսյանին, որ 2020-ի հոկտեմբերի 9-ին պնդում էր, թե ինքը Հադրութում է, հավանաբար լկտի սուտ համարելով բոլոր տեղեկությունները այն մասին, որ Հադրութը օկուպացրել է թշնամին։ Ալբերտ Սերոբյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Եվ միշտ թողարկման երկրորդ մասին անցնել է մի լուր, Լեմկին ինստիտուտն աջակցություն է հայտնել Արցախի նախկին պետնախարար բարերար Ռուբեն Վարդանյանի կնոջ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությանը, որով նա կոչ է անում կանանց մարդասիրական պատվիրակություն ձևավորել Բաքվի բանտում գտնվող հայերին այցելելու նպատակով։ Լեմկին ինստիտուտը դիմում է Միացյալ Նահանգների, Կանադայի, Միացյալ Թագավորության, Եվրամիության եւ այդ դաշինքի անդամ պետությունների ղեկավարներին, կոչ անելով նրանց Ադրբեջանում իրենց դիվանագիտական ներկայության միջոցով երաշխավորել Տիկին Զոնաբենդի եւ Բաքու այցելող մյուս կանանց անվտանգությունը, նշված է հայտարարության մեջ։ Ռուբեն Վարդանյանի կինը 2 ական նամակ է գրել Հայաստանի ղեկավարին ու Ադրբեջանի ՄԻՊ-ին, խնդրելով գերիներին այցելություն կազմակերպել։ Սիրելի հեռուստադիտողներ, իսկ այժմ կարճ այն մասին, թե ինչ ունենք թողարկման երկրորդ մասում։ Անձնասպանություն որդու ծննդյան օրը Բոնուս սուպերմարկետների ցանցի տնօրենին ճանաչողները չեն հավատում այդ վարկածին, չնայած ինքնասպանության հասցնելու հոդվածով է հարուցվել քրեական վարույթը։ Դե որ իրան ճանաչեին, կասեիր ինքը երբեք բան չանի։ Սեպտեմբերին պետական 13 համալսարանի 37 մասնագիտություն առաջին կուրսեցիչի ունենա։ Այս տարի բուհ ընդունվածների թիվն անցած տարվա համեմատ 1000-ով պակասել է։ Բարդացված քննություններն են պատճառը շատ ուսանողների խոսքով։ Խաբուսի քարտեր կար, որ շատ հեշտ էր շեղվելը։ Իրան-ԱՄՆ բանակցությունների մասին հակասական տեղեկություններ են տարածվում։ Միացյալ Նահանգների նախագահը պնդում է, թե հաջող բանակցություններ են ընթանում, Թեհրանն առհասարակ չի էլ հաստատում, որ քննարկումներ կան։ Ինչ է կատարվում այս հակամարտության շուրջ, կքննարկենք իրանագետ, քրդագետ Սաթենիկ Թարվերդյանի հետ։ Եվ Տուլայում Վալբերիզի պահեստը նորից կրակի տակ է հայտնվել, Կիևը նույնպես ամբողջ գիշեր չի քնել հարվածներից։ Ամենաշատ զոհերը Բրովարսկի շրջանում են, 9 մարդ է զոհվել այնտեղ։ Թողարկման երկրորդ մասն սկսենք մի մութ պատմությամբ, որ տեղի ունեցել այս գիշեր Շենգավիթում։ Հնարավոր է, որ որդու ծննդյան օրը հայրը վերջ տված լինի կյանքին։ Բոնուս սուպերմարկետների ցանցի տնօրենին են գտել մահացած, թեև քրեական վարույթը սկսվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով, նրան ճանաչող մարդիկ չեն հավատում, որ նա կարող էր այդ քայլին գնալ։ Սարուհի Իսահակյանի ռեպորտաժը։ Բոնուս սուպերմարկետների ցանցի գլխավոր տնօրենին 59-ամյա Անդրանիկին գիշերը մահացած են գտել սուպերմարկետի Շենգավիթի մասնաճյուղի իր աշխատասենյակում, գլխի հրազենային վնասվածքով։ Զարմանալի է, որ այդ տեսակ լավ մարդկանց հետ ինչ-որ բան է պատահում։ Դժբախտություն։ Վատը լինի, կասես վատն է, անդու էր անդու։ Մարդիկ պատմում են, որ 3 մահացածի որդու ծննդյան օրն է եղել։ Երեկոյան ընտանիքը նշել է տարեդարձը։ Տոնական հավաքույթից հետո է տղան նկատել հոր բացակայությունը։ 3 ծննդի ելել, աներ զագ է ինքը։ Դե մեր տղեն, այդտեղ տունն էլ են, այդել չեմ ման, թե որտեղ են էլ են, թե տունն են էլ են։ Երել խմել են իրանց համար բանը, հետո էլ տղեն տեսելա հերը չկա, տունը չի։ Անդրանիկին սկսել են փնտրել, գտել են սուպերմարկետում մահացած։ Բոնուս սուպերմարկետի գլխամասն է Շենգավիթում, երկրորդ հարկում է գլխավոր տնօրենի աշխատասենյակը։ Որպես կանոն հսկվում է տեսախցիկներով։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, երբ գտել են Անդրանիկի մարմինը, շենքը հոսանքազրկված է եղել։ Տեսախցիկը չի ֆիքսել, ինչ է կատարվել ներսում։ Անդրանիկին ճանաչողները շոկի մեջ են։ Սպանություն է, թե կյանքին վերջ է տվել Անդրանիկը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։
ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Դե որ իրան ճանաչեի, կասեիր ինքը երբեք տենց բան չանի, իսկ ուրիշ ինչի կամենա։ Մահացածին սեփական քրտինքով վաստակող բարի մարդ են անվանում ճանաչողները։ Սուպերմարկետների ցանցը տարիների աշխատանքով էր ընդլայնել։ Մասնաճյուղեր բացել նաև մարզերում։ Խոսակցություններ կան, թե վերջին տարիներին ինչ-որ մարդիկ սկսել են բիզնեսը խլելու գործընթաց։ Ցանցը հայտնվել էր ֆինանսական ծանր վիճակում։ Մենք գիտենք, որ շատ պատկեր ունեն իրան, տենց ենք լսել։ Ուրիշ բան չգիտենք։ Սա բոնուսներն էլ փակել են։ 17 հատ ցանցը Պտտվող լուրերի համաձայն ֆինանսական խնդիրների եւ կուտակված պարտքերի պատճառով բոնուսի շուրջ 17 խանութներ դեկտեմբերից փակված են։ Իրանց բոլոր ցանցերը ինչ իմ իմանալով լրի փակա, որտեղ ստեղ էր գլխավորը, ուղղակի խոսակցությունները լսել ենք, էլի աղջիկ ջան, ասին, որ իրանք են պայքարում, որ վերականգնեն, որովհետև իրանք ոնց ասած ցկած վիճակ ա եղել էլի։ Մարդիկ տարբեր պատմություններ են լսել սնանկացման մասին, չգիտեն որին հավատալ։ Իշխանամերձ գործիչների անուններ են կապում շատերը սնանկացման պատմության հետ։ Զարու Իսահակյան, Միլենա Պողոսյան և Էլեն Յահինյան, Հայլուր։ Կրթական խնդիրների մասին այս տարի պետական 13 համալսարանի 37 մասնագիտություն առանց 1 ուսանողի է սկսելու ուսումնական տարին։ Դրանք հիմնականում գյուղատնտեսությանն առնչվող մասնագիտություններն են։ Այս տարի անցած տարվա համեմատ ընդունվածների թիվը 1000-ով պակաս է։ Ուսանողները հիմնականում բարդացված քննություններն են համարում անցողիկ շեմը չհաղթահարելու պատճառ։ Լանա Համբարձումյանի ռեպորտաժը։ Մի մեծ քար է ընկել Լարիսայի մեջքից, երբ հանձնել է ընդունելության քննությունները։ Չէի պատկերացնում, որ իմ այդ ամբողջ լարվածությունը այդ քննությունների հետ է կապված, հենց քննությունները տվեցի, սենց ոնց որ մեջքիցս սենց մի հատ քար ընկավ։ 17-ամյա աղջիկը փորձել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ընդունվել, առկա համակարգով սովորելու, բայց բալերը չեն հերիքել։ 2 փուլով է մասնակցել քննություններին, առաջինը ձմռանն է հանձնել, ամենադժվարը մաթեմատիկան է եղել։ Մաթեմատիկան ավելի շատ, անգլերենը դե հիմնականում այդքան բարձ չի լինում, չնայած սենց խաբուսի քարտեր կար, որ շատ հեշտ էր շեղվելը։ Շեղվել եք, բայց։ Հա։ Նայած որին հարց կար, որ տենց հիշել եմ, լավ եմ գրել, հարցեր կար, որ շատ էր շեղող։ Տենց սխալ եմ նշել պատասխանը։ Թեստերը Լարիսային դժվար են թվացել, չնայած 2 տարի մասնավոր պարապել է։ Իհարկե ինքն էլ է ընդունում, որ ցրված է եղել թե պարապելիս, թե քննության ժամանակ։ Շատ եմ փոշմանել, որ ավելի շատ ժամանակ կարայի հատկացնեի պարապմունքներից, բայց ինչ-որ ժամանակներ սենց պրոստը շեղող բաներ են եղել։ Դուրս ընկերները, այդ մի շրջանը ավելի շատ պետք էր տրամադրել պարապելուն։ Միևնույնն է, չի ուզում փոխել մասնագիտությունը, պատրաստվում է հեռակա ուսուցման համակարգով սովորել։ Շատ ծանոթներ ունեմ, որ կտրվել են իրանց ուզած համալսարանի ուզած բաժնից։ Հիմնականում մեծ մասը բողոքում են, որ դժվար է եղել։ Գրեթե 5000 դիմորդ այս տարի տուն է գնացել անբավարար միավորներով։ Անցած ուսումնական տարվա համեմատ 1000-ով ավելացել է պետական բուհեր չընդունվածների թիվը։ Հայաստանի պետական բուհերի 12000 տեղերի համար 16000 դիմորդ է այս տարի քննություն հանձնել։ Շատերի միավորները չեն հերիքել անգամ թափուր տեղերի դիմելու համար։ Թափուր տեղեր մնացել էին 3000-ը, որից 250-ից ավելին նաև անվճար մասնագիտություններ էին։ Դրանցից ընդհանուր լրացվել է 1000-ը եւ պիտի ասեմ, որ թափուր տեղերի մրցույթից հետո այնուամենայնիվ պետական բուհերում 140-ից ավելի մասնագիտություն անվճար մնացել է թափուր։ Սեպտեմբերին պետական 13 համալսարանի 37 մասնագիտություն առաջին կուրսեցի չի ունենա։ Դրանք հիմնականում գյուղատնտեսությանն առնչվող մասնագիտություններ են։ Ագրարային համալսարանում ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ, ագրոէկոլոգիա, բույսերի պաշտպանություն, ջերմատնային ագրոտեխնոլոգիա, անտառային տնտեսություն եւ բնակավայրերի կանաչապատում, Գավառի պետական համալսարանում կենսաբանություն, աշխարհագրություն, ռուսերեն եւ գրականություն, բնապահպանություն եւ բնօգտագործում, այս մասնագիտություններով առաջին կուրսեցիներ չունեն։ Գավառում հայոց լեզու, պատմություն, դեղագործական քիմիա բաժիններում մեկական ուսանող կա։
Պոլիտեխնիկում էլ շատ մասնագիտություններ մեկ առաջին կուրսեցի ունեն։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկ համալսարանում ջերմաէներգետիկա մասնագիտությամբ մեկ ընդունված ուսանող կա, նույն պոլիտեխնիկում մետալուրգիա, պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղ, արդյունաբերական քաղաքացիական շինարարություն եւ կոնստրուկցիաների նախագծում, մրցույթի 2 փուլերից հետո, այսինքն հիմնական եւ թափուր տեղերի մրցույթից հետո, իրենք մեկ ուսանող ունեն առաջին կուրսեցի։ Ամենապահանջված մասնագիտություններն են մնում բուժական գործն ու իրավագիտությունը։ Բոլորի բախտը չէ, որ բերում է այդ բաժիներ ընդունվել։ Բուժական գործի 60 անվճար եւ 300 վճարովի տեղի համար հայտագրվել է 832 դիմորդ։ Իրավագիտության 2 անվճար 138 վճարովի տեղի համար դիմել է 305-ը։ 250-ով ավելացել է բուհ ընդունվածների թիվը անցած ուսումնական տարվա համեմատ։ Մոտ 11,000 առաջին կուրսեցի է սեպտեմբերից ոտք դնելու համալսարան։ Նրանց վարդագույն վկայագրերը շարված են ԳԹԿ շենքում, ապագա ուսանողները դրանք պետք է տանեն պետական բուհեր, որից հետո կկարողանան սեպտեմբերից նստել համալսարանական աթոռներին։ Լանա Համբարձումյան, Հենրիկ Համազասպյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Անցնենք միջազգային լրահոսի թեմաներին ու սկսենք Իրան-Միացյալ Նահանգներ հակամարտությունից, որի շուրջ այս պահին հակասական տեղեկություններ են շրջանառվում։ Մասնավորապես այն մասին, թե արդյոք բանակցում են Վաշինգտոնն ու Թեհրանը, հակառակ պնդումներն են անում երկու կողմից։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե երեքշաբթի Իրանի հետ լավ քննարկումներ են տեղի ունեցել, չնայած ըստ նրա իրանական կողմը չի ուզում ընդունել դա։ Շատ լավ քննարկումներ են ունենում, նրանք չեն ուզում դա ընդունել, բայց այո, դա մի փոքր անհանգստացնող է։ Fox News-ին ասել է ԱՄՆ նախագահը։ Երկուշաբթի Իրանի արտգործնախարարության խոսնակներ հայտարարել, որ Թեհրանը այս պահին չի բանակցում Վաշինգտոնի հետ։ Այս օրերին ոչ նախատեսվում է ընդունել ամերիկյան պատվիրակություն, ոչ էլ իրանական պատվիրակություն ուղարկել Միացյալ Նահանգներ, ասել էր Բաղային, չնայած ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նույնպես Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին էր խոսել։ Հայլուրի վերլուծաբան Իրանագետ Քրդագետ Սաթենիկ Թարվերդյանի հետ կփորձենք հասկանալ ինչ է կատարվում Իրան-ԱՄՆ բանակցություններում, եթե այդպիսի քննարկումներ իսկապես կան։ Բարի երեկո, Սաթենիկ։ Բարի երեկո, Լիլիթ։ Սաթենիկ, ինչ է կատարվում Իրան-ԱՄՆ բանակցություններում, կան արդյոք իսկապես այդ բանակցությունները, թե ոչ ինչու են այսքան հակասական տեղեկություններն այդ մասին։ Բանակցություններն իրականում այս պահին անհասկանալի վիճակում են, ինչպես դու նշեցիր, հակասական պնդումներ կան բանակցությունների վերաբերյալ եւ մենք չգիտենք արդյոք կան գաղտնի բանակցություններ, թե ոչ։ Համենայն դեպս կան պնդումներ, որ որքան ուշանում է համաձայնագրի կնքումը, այնքան բարդանում է իրավիճակը նաեւ Միացյալ Նահանգների համար եւ Իրանը կարող է նոր պայմաններ առաջ քաշել։ Սաթենիկ, հակամարտության ամբողջ ընթացքում խոսվում է Իրանի պրոքսի ուժերի մասին, արդյոք այդ ուժերն են նպաստում, որ ընդլայնվեն ռազմական գործողությունները։ Այսօր համաշխարհային հեղինակություն վայելող Foreign Affairs ամսագիրն է հոդված հրապարակել, որում անդրադարձ կա Իրանի եւ նրա տարածաշրջանային դաշնակիցների զարմանալի տոկունության մասին։ Փաստորեն Միացյալ Նահանգների եւ Իրանի դեմ գործողությունների պլանավորման տարիներ տևած ուսումնասիրություններն այդքան էլ արդյունավետ չէին։ Իդեպ այդ նույն հոդվածում անդրադառնում են Մերձավոր Արևելքում մի քանի ճակատներում ռազմական գործողություններին՝ Իսրայել, Հեզբոլլահ, Հութիներ, Սաուդյան Արաբիա, Իրան, ԱՄՆ, որի մասին մենք դեռ օրեր առաջ խոսում էինք։ Իդեպ նրանք այս շարքին են ավելացրել նաև ծոցի երկրների գազային եւ նավթային ենթակառուցվածքների վրա Իրանի կողմից աջակցվող իրաքյան ուժերի հարձակումները։ Սա ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգների Իրանին տապալելու հաշվարկները թերի են եղել։ Հատկապես որ գործողություններն են թերի եղել եւ անարդյունավետ կմանրամասնես։ Եթե հիմա դիտարկենք Միացյալ Նահանգների եւ Իսրայելի գործողությունների ընդհանուր շրջանակը, ապա կտեսնենք, որ կանխատեսված է եղել, որ զենքի վաճառքի եւ տնտեսական պատժամիջոցների արդյունքում կթուլանար Իրանի տնտեսությունը, ապա թիրախավորելով ղեկավարությանը, սպառազինության օբյեկտներին, մատակարարման կենտրոնական ուղիներին, էներգետիկ եւ տնտեսական ենթակառուցվածքներին հնարավոր կլինել հասնել Իրանի պարտությանը։ Եվ արդեն ակնհայտ է, որ այս հաշվարկները թերի են եղել, նույնիսկ Իսրայելի կողմից Իրանի աջակցությունը ունեցող ուժերին հարվածելը չփրկեց իրավիճակը։ Իդեպ 2018 թվականի Իսրայելի նախկին վարչապետ Նավթալի Բենեթը Իրանի եւ պրոքսիների ռազմավարությունը անվանել է ութոտնուկի դոկտրին եւ առաջարկել ոչ թե սկսել ութոտնուկի ոտքերը թիրախավորելուց, այլ հենց գլուխը։ Այսինքն ոչ թե պայքարել օրինակ Լիբանանում Հեզբոլլահի կամ Գազայում Համասի, Սիրիայում գործող ուժերի դեմ, օրինակ, այլ
այլ հենց Իրանի եւ ինքնըստինքյան պրոքսի ուժերը կանհետանան ռազմական արենայից։ Սաթենիկ, իսկ պաշտոնական մակարդակում ինչպես է Իրանը ներկայացնում այս պրոքսիների դերը։ Եթե հիշում ես, հենց Հեզբոլլահի վերաբերյալ ինչքան պաշտոնական հայտարարություններ են եղել, որ այն իր ուրույն տեղն ունի Իրանի արտաքին քաղաքականության մեջ։ Այսօր էլ իդեպ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը Համասի քաղաքական բյուրոյի նախագահի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Պաղեստինը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Շնորհակալ եմ Սաթենիկ, սիրելի հեռուստադիտողներ, մենք զրուցում էինք Հայլուրի վերլուծաբան, իրանագետ, քրդագետ Սաթենիկ Թարվերդյանի հետ։ Գիշերը թեժ է եղել ռուս-ուկրաինական ռազմաճակատումս, ռուսական կողմի պնդումների ուկրաինական հոպը չի աշխատելու, բալիստիկ որևէ հրթիռ չի որսացել, ոչնչացրել է միայն անօդաչուների մի մասը։ Ռուսաստանի տարածքում երկրորդ անգամ թիրախավորվել է Տուլայում գտնվող Վալպերիզի պահեստը։ Ուկրաինական հարձակումների թիրախում է հայտնվել նաև Թաթարստանի Զելենոդոլսկի շրջանը։ Հոպ ուժերը խոցել են անօդաչու թռչող սարքերը, սակայն ընկնող բեկորները տեղային հրդեհ են առաջացրել քաղաքացիական օբյեկտում։ Առնվազն 17 զոհ ու ավելի քան 40 վիրավոր կա Կիևում ու հարակից մարզերում ռուսական բանակի վերջին գրոհից հետո։ Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավարի խոսքով զոհվածները խաղաղ բնակիչներ են։ Ամենաշատ զոհերը Բրովարսկի շրջանում են, 9 մարդ է զոհվել այնտեղ։ Բուչա շրջանում թշնամին սպանել է 4 խաղաղ բնակչի։ Ուկրաինայի մայրաքաղաքում առնվազն 6000 պայթյուն է որոտացել, մի քանի շենքերում հրդեհ է բռնկվել։ Ուկրաինսկա Պրավդան գրում է, Ռուսաստանը տարբեր տեսակի 115 գրոհային անօդաչու թռչող սարքեր ու 24 բալիստիկ հրթիռ է արձակել։ Ուկրաինական հոպը չի կարողացել որևէ բալիստիկ հրթիռ որսալ, անօդաչուներից 98-ը ոչնչացվել է։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ հարվածներ է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքին, վստահեցնելով, որ միայն ռազմական նպատակներով օգտագործվող, նաև ԱԹՍ-ների արտադրության համար նախատեսված լոգիստիկ հանգույցներն ու մատակարարման կենտրոններն են թիրախում եղել։ Օդեսայից հարավ խոցվել է նաև 3 բեռնատար նավ, Ուկրաինայի զինուժի համար սպառազինություն տեղափոխելու պահին։ Դաշնությունն էլ ուկրաինական դրոնային հարձակման տակ է եղել ամբողջ գիշեր։ Ըստ տեղական լրատվամիջոցների, Տուլայի մարզում Վալպերիսի տեսակավորման պահեստի տարածքում անօդաչու թռչող սարք է ընկել։ Վերջին շաբաթներին ուկրաինական զինուժը հարձակվել է Վալպերիսի ավելի քան 10 պահեստների վրա։ Մարզպետը հայտնել է, որ հրդեհ է բռնկվել, զոհեր չկան, վիրավորվել է 1 մարդ։ Ռուսական հոպն ավելի քան 100 ուկրաինական դրոն է խոցել միայն Տուլայի երկնքում։ Ուկրաինայի զինուժի հարձակման հետևանքով Ղրիմում 1 զոհ կա, հայտնել է հանրապետության ղեկավարը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրապարակած տվյալով գիշերը 475 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել երկրի ամբողջ տարածքում։ Մարիամ Ամիրջանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Եվ վերջում Յուքոմն ու վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն ապահովել են Արենիի Գնիշիկ բնակավայրի մեղուների անխափան աշխատանքը։ 1 հեկտար տարածքը ցանկապատելու համար արևային էլեկտրական ցանկապատ են նվիրել մեղվապահներին, որպեսզի նրանք մեղվափեթակները պաշտպանեն արջերից։ Գնիշիկի սարերում վազվզող վայրի կենդանիների տեղաշարժին արդեն հնարավոր է լինելու հետևել։ Յուքոմի աջակցությամբ վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Գնիշիկում արևային էներգիայով աշխատող 2 ինքնավար կայան ու տեսախցիկներ է տեղադրել։ Մասնագետները գիշեր-ցերեկ 24 ժամ հետևելու են վայրի կենդանիների տեղաշարժին, նրանց վարքին, ուսումնասիրելու են վտանգված տեսակների միգրացիոն ուղիները։ Սա մեզ թույլ է տալու մշտադիտարկում իրականացնել վայրի բնության, տեսակների, բայց նաև հակահրդեհային լուրջ պաշտպանիչ միջոց է, որովհետև ունենալով ջերմատեսիլ կամերա անընդհատ հսկում է եւ որևիցե տաքության դեպքում միանգամից կարող ենք արագ արձագանքել։ Ապօրինի որսինել են հետևելու այս նոր տեսախցիկներով։ Արևային այս կայանները օգնելու են մասնագետներին, որ հոսանք չունեցող տարածքներում էլ կարողանան հետևել վայրի կենդանիներին։ Կապը միանշանակ մարդկության համար շատ օգուտներ ա բերել, իրենց օգնում է, շատ բաներ կարգավորել իրենց առհասարակ իրենց կյանքում, բայց մյուս կողմից այլ տեխնոլոգիան էլի օգնում է, որ շրջակա միջավայրին ալ մենք կարողանանք պահպանենք ու ինչու՞ չէ պաշտպանենք։ Արևային կայանները տեղադրելու պահին տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են Գնիշիկում ազատ վազվզում մայր եղնիկն ու ձագուկները։
Ջրաջան մեղուներին գնիշիկի սարերում էլ չի խանգարելու ոչ մի վայրի կենդանի։ Անգամ արջերը չեն կարողանալու թաթերը մտցնել մեղվափեթակ։ Գնիշիկում մեղվապահների Նյուքոմն ու վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը արևային էլեկտրական ցանկապատ են նվիրել մեղվափեթակներն արջերից պաշտպանելու համար։ Ցանկապատը կպաշտպանի շուրջ 1 հեկտար տարածք 4 ընտանիքի մեղվափեթակներ։ Ում որ էլեկտրական ցանկապատերը հատկացրել ենք, իրենք իրենց տնտեսությունները ավելի են ընդլայնել։ Կանաչ մտածելակերպը, որ դրամատրում է կորզիկակազմ, որ գյուղացիները պաշտպանեն իրենց տնտեսությունը եւ ավելի հույս մնա իրենց մեջ, որ կարճած մնան այդ հողի վրա, այլ չհուսահատվեն ու չասեն, որ չեն կարա դեմը առնենք սոված վայրի կենտրոններին ու տոնեն ու կնան ուրիշ տեղ։ Այս էլեկտրական հովիվները շատ թույլ հոսանքահարելու են ցանկապատին մոտեցած կենդանուն, զսպելով փեթակին մոտենալու նրա փորձերը առանց վնաս պատճառելու։ Լանա Համբարձումյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Սիրելի հեռուստադիտողներ, օգոստոսի 5-ի նորություններով եթերում Հայլուրն էր, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։